Պասպորտի պատճեն, փարոսի փոքր ծոցքաշտը դիմում ինչ փաստաղթեր պետք է նել։ Քաղաքապետարանն եք ներկայացնել կոմունալը հնատբաժինը աշխատել եմ աշխատանքի ապրիլի 1-ով։ Անահիտ Արամյանն աշխատում է առավոտյան 9-ից 16-ը հանգստյան օրը կիրակին է չի աշխատում նաև տոնական օրերին։ Ծառեր ու ծաղիկներ է տնկում։ Մասնագիտությամբ մանկավարժկինը տեղյակ է, որ շուտով ավելի բարձր է վարձատրվելու, քանի որ ավելանալու է ամսական նվազագույն աշխատավարձի չափը։ Աշխատավարձը 42,000 դրամ է։ Ասերին որ կբարձրանա աշխատավարձը։ Կսպասենք որ հույս ունենք որ կբարձրանա։ 2013 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի 45,000 դրամ, ներկայիս 35,000 դրամի փոխարեն։ Կառավարությունը հավանություն է տվել նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին։ Նշենք, որ 2009 թվականի նվազագույն աշխատավարձը սահմանվել էր 30,000 դրամ, որից հետո 2011-ին բարձրացել էր 2500 դրամով։ Գումարի այդ չափը պահպանվեց 2012 թվականը մինչև այնուհետ 2013 թվականի հունվարի 1-ից դարձավ 35,000։ Հունվարի 1-ից էլ մենք ծրագրավորում ենք Հանրապետության նախագահի հանձնարարականով արդեն նոր աշխատավարձների սանդղակի կիրառում եւ շուրջ 50 միլիարդ դրամ մենք նախատեսում ենք աշխատավարձների բարձրացման համար գումար հատկացնել։ Կառավարությունը ավելի ճիշտ կվարվեր, եթե այս իրավիճակում բարձրացներ ոչ թե նվազագույն աշխատավարձի շեմը, այլ ընդհակառակը բարձրացներ կենսաթոշակները եւ բարձրացներ նպաստները։ Դա արդեն ուղղակի ազդեցություն կլիներ այսօր մեր հասարակության մեջ ստվար աղքատ զանգվածի կենսամակարդակի բարձրացման։ Նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը 30 եւ ավելի տոկոսով ըստ տնտեսագետի սոցիալական դրական երանգ ապահովել չի կարող։ Նվազագույն աշխատավարձի բարձրացումը նաև էական ազդեցություն մարդկանց կենսամակարդակի վրա չի ունենա։ Եթե դրանք լինեն մասնավոր ինչ-որ ձեռնարկատիրություն, որոնք պարտադրված պետք է իրենց աշխատողներին բարձր ավելի աշխատավարձ տան, իմ կարծիքով ըստ էության դա նորից կտանի աշխատողների գրանցման թաքցնելուն, այսինքն կգնան դեպի ստվերային դաշտ։ Նվազագույն աշխատավարձի բարձրացումը սակայն ոչ բոլորը կզգան, հատկապես նրանք, ովքեր այդ գումարից բարձր են վաստակում։ Մանկավարժների դեպքում ազդեցություն ընդհանրապես չի ունենա, որովհետև մանկավարժները վարձատրում են իրենց ժամային վարձատրությամբ, այսինքն դրույքի քանի ժամ, որ իրանց տարիֆիկացիայով նախատեսվել է, այդ ժամերի համար փոփոխություններ չի լինի, հետևաբար եթե նա անգամ նվազագույն աշխատավարձից ցածր ստանա, որևէ փոփոխություն չի ունենա։ Եթե որևէ եվրոպական երկրում զարգացած կամ ասենք Ամերիկայում այսպիսի փաստ արձանագրվի, որ նվազագույն աշխատավարձը 10%-ով բարձրացրել են, դա մի այսպիսի չգիտեմ դրական ինչ ալիք կարող է առաջացնել եւ տնտեսության մեջ եւ հասարակության մեջ։ Հայաստանում այդ էֆեկտը լինել չի կարող, որովհետեւ այդ նվազագույն աշխատավարձ շատ ցածր էր։ Տնտեսագետը փաստում է, եթե նվազագույն աշխատավարձն անգամ կրկնապատկվի, էլ Հայաստանի Հանրապետության աշխատողները հազիվ թե շահեն։ Այս փոփոխությունը կբերի պետական բյուջեի համալրմանը 45,000 դրամ նվազագույն աշխատավարձի դեպքում հաշվարկային աշխատավարձը մոտ 60,000 դրամ կկազմի։ Այս դեպքում եկամտահարկը կբարձրանա, ասում է հաշվապահ Ռուբիկ Սուքիասյանը։ Թեկուզ մասնավոր սեկտորը հարգի առումով նա պարտավոր է իրան աշխատողին առնվազն նվազագույն աշխատավարձի շեմը ապահովելու, դա օրենքի պահանջը կլինի, որը կբերեն նրան, որ նա ավելի շատ հարգեր կամ դա այն հարկ ավելի շատ կվճարի։ Այնքան հաճելի իրադարձությունը, ինչպիսին աշխատավարձի բարձրացումն է, չի ուրախացնում եւ ոգեւորում քաղաքացիներին։ Աշխատողների մի մասը դրանից շատ են վաստակում, մյուս մասը գրանցված աշխատող չէ։ Այս պարագայում թե ում համար է այն սպասված լուր ու թե նվազագույն աշխատավարձի բարձրացումը ի վերջո ում է ձեռնտու, այնքան էլ հստակ չէ։ Նազել Էլբակյան, Արմենուհի Մինասյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։